Ես կասեմ, որ դա չգիտեմ իր անձնական կարծիքն է թե ինչ, բայց դա իրականությանը բացարձակ չի համապատասխան, որովհետև ես արել եմ երկու մեծ ցուցահանդես, որտեղ ցուցադրվել է ուրեմն թվով 84 նկար առաջի ցուցահանդեսը 2011 թվականին էր, 84 ժիվոպիս գեղանկար, ուրեմն 11 քանդակ, կլոր քանդակներ 4-ը եւ բարելևներ։ Եվ մյուս ցուցահանդեսը եղել է այս տարի 2014 թվականին, քանդակի խումբը տենց չի կարող ամեն տարի կամ ամեն ամիս արտադրության նման տալ։ Դա ստեղծագործական խումբ է եւ քանդակի խումբը մաքսիմում լինում է 7-ից 8 հոգի։ Իսկ ես ունեմ 14 աշակերտ, այն խմբում եւ այս խմբում։ Եվ ուրեմն մենք այս տարի եւս արել ենք ցուցահանդես, որտեղ ցուցադրվել է 64 գեղանկար, 8 բարելևներ եւ մի հատ մեծ քանդակ։ Եվ դրա բոլոր ուրեմն բուկլետները ես ունեմ պարոն Լևոն Իգիցյանի կողմից ինձ տրված գիրքը, որտեղ ինքը բառացիորեն նշում է շնորհակալություն եմ հայտնում շնորհալի մանկավարժին աննման ցուցահանդես կազմակերպելու համար։ Դա իր ստորագրությունն է, իր գրությունն է։ Երկրորդը երեխեքը ստացել են ուրեմն դիպլոմներ, որտեղ գրված է Լևոն Իգիցյանի ստորագրությունը, որ այդ երեխեքը ստանում են դիպլոմ լավ ցուցահանդեսին մասնակցելու համար։ Ոնց կարող է ես առած չլինեմ, եթե փաստերը ամեն ինչ կա։ Ես ունեմ վիդեոներ, ունեմ այդ երեխեք, ունեմ ֆոտոները։ Այս պահին ես ունեմ 14 սան եւ ասեմ, որ բավականին երկար ժամանակ է, որ ինձ կենտրոնից մտածված կերպով աշակերտ չի ուղարկվում, որ սա երկար ժամանակ է, մոտ 15 տարուց ավել է, որ իմ խումբը քանդվի չլինի դաս։ Ես դա լավ գիտակցել եմ, բայց ես միշտ ուրեմն իմ ունեցած համբավի հորս հաստակած մեծ համբավի վրա, ես նույնիսկ ունեմ Ամերիկայից աշակերտ, որ գալիս են այստեղ բերում են, Ռուսաստանից ունեմ, եւ այդ ծնողներն ինձ գրում են ընդդեղից պատրաստ են ցանկացած կերպ մեր կողքին կանգնել։ Ես ունեմ այդքան ուրեմն աշակերտներ։ Ես ունեմ աշակերտներ նույնիսկ։ Միգուցե սա ուրեմն մանկավարժական տոլերանտություն չի, բայց երբ որ ինձ Իգիցյանը ասում է դու վատ մանկավարժ ես, այդ ոնց է ուրիշ մանկավարժների մոտից արդեն 3-րդ երեխան են հանում բերում իմ խումբ դաս անելու, որ այդքան վատ մանկավարժ են։ Այդ դեպքում ինչի են իր լավ մանկավարժից իր ծնողները հանում բերում ինձ մոտ, ինձ չճանաչելով։ Մեկ ուրիշ ծնող մտնում է սայթից նայում գտնում է ինձ, ասում է ես հավանել եմ այս մանկավարժին իր աշակերտներ, ուզում եմ տանեմ իր մոտ, որտեղ է իր հասցեն, ասում են գիտեք մենք ուրիշ մանկավարժ ենք, ինչ եք ուզում տանեք իր մոտ։ Ես տեղից ինչ եզրակացու, ես կարող եմ լրել ցանկացած գոնե միջնակարգություն ունեցող մարդ կարող է ինքը բանական կերպով հետևություն անել, թե սա ուր է տանում այս խոսակցությունը։ Ոչ, ես սա համարում եմ մեծ առումով արվեստանոցի պայքար, որը պիտի քանդվի մշակույթի դպրոցը, այս արվեստանոցի եւ տեղը դառնա փայտե արտադրամաս, որի խանգարողը ես եմ, արդյունքում ես դառնամ անձնավորված, որովհետեւ ես թույլ չեմ տա այս երկրում ծնված մեծացած մարդ լինելով, ես ծնվել եմ ստեղ, մեծացել եմ, ստեղ ես դասավանդել եմ, հայրս է դասավանդել, եւ թող մեծանոթություն չնչի, բայց ես ունեմ իմ փոքրիկ այդ ներդրում է այս արվեստանոցում։ Ամբողջ այս տարածքը, որ դուք տեսնում եք, 15 տարի ոչ մեկ սա չի վերանորոգել։ Անձամբ ես եմ վերանորոգել, ունեմ կտրոնները պահած։ Կարող եմ ձեզ ցույց տալ, աշակերտներով ենք վերանորոգել։ Այստեղ կան այդ երեխեք, ովքեր աշխատել են։ Այս ամբողջ տարածքը մենք ենք ամեն ինչ անում։ Այս միջանցքով, որ դուք եկաք այս քարի հատակը, որ գծած է, դա այն հոր օրոք արվել։ Ոչինչ չի արվել իրանցից։ Արվեստանոց այդ ամենը, որ վերանորոգման կարիք ունի, չեք այս պայմանները Համաձայն եմ, այդ դեպքում թող վերանորոգեն, մենք այս խմբում թող դասանենք, ստեղ ես դասանեմ, մյուս խումբը թող վերանորոգեն, հետո ես գնամ այնտեղ դասանեմ, թող սա վերանորոգեն։ Ոչ թե ինձ ասեն դու դուրս արի, մենք կտեսնենք 6 ամիս մի տարի, թե տարի ու կեսից կանենք այդ ռեմոնտը։ Այստեղ բոլորի համար է ակնհայտ է, որ դա ծիծաղալու է, երբ որ մարդը ռեմոնտ անում, բերում է ռեմոնտ անելու սենյակում հաստոց է դնում։ Որևէ մեկը ես նույն հռետորական հարց եմ դիմում բոլորին։ Որևէ մեկ իր տունը ռեմոնտ անելուց բերում է, հարևանների իրը դնում է իր սենյակում։ Որ ռեմոնտը ավելի բարդ լինի, ամեն։ Դուք անձամբ խոսել եք տետատետ հանդիպում եղել։ Այո, մոտ 4-4 հանդիպում ունեցել պարոն Իգիցյանի հետ, մի քանի անգամ խոսել ենք բանավոր, բայց բոլոր խոսակցությունները ի վերջո հանգել են, որ ես Երևանցի տղա եմ, ես այտենց եմ որոշել, ես ձեզ դիրեկտոր Յարիշայի խոսակցությունը միշտ ավարտվել է այս կոշտ կոնտեքստի վերջաբանով, եւ ես մի քանի անգամ փորձել եմ գտնեմ տարբերակներ լուծման, բայց ցավոք սրտի չի ստացվել մեր ուրեմն փոխհարաբերություն այս առումով եւ մենք չենք եկել որևէ դրական հայտարարի։ Այսօր ինչ է լինելու, ինչ որ Այսօր հիմա նկարիչ իմ ուրեմն խմբի երեխաները որոշեցին, որ իրանք էլ պիտի մասնակցեն, մի քիչ դեռ հաստարիքը։ Ուրեմն հիմա այդ կողքի խմբում մեր ակցիան է տեղի ունենալու, իրենք իրենց նկարներով են այդ ակցիան իրականացնելու կողքի սրահում։ Այնտեղ արդեն ակցիային դուք ականատես կլինեք, կտեսնեք։ Ձեզ ժամկետ են տվել, ասել են որ այսօր պետք է Այո, այսօր հիմա իրանք գալու են այստեղ, որ ինձ հանեն արվեստանոցից, որ արվեստանոցը իրանք ուզածը դառնա։ Բայց այս բոլորով մենք ստեղ ենք, մենք թույլ չենք տալու, ակցիայից հետո մենք այդ իրանք դրած տանոթների հիմա բրթելու ենք դուրս եւ պահանջել ենք, որ իրանք տանոթները հանեն, ոչ թե մեզ հանեն ստեղից։ Իրանք ովքեր։
Գեղագիտության կենտրոնի աշխատակիցները նոր հենց նոր իր քարտուղարին ինձ զանգեց, ասեց որ իրենք գալիս են։ Ներողություն, իսկ պարոն Աշոտյանին երբ եք դիմել, ինչ պահանջել։ Ուրեմն մենք դիմել ենք հանրային խորհուրդը նիստ գումարեց մշակույթի հանձնաժողովը եւ հանրային խորհուրդը ինքը դիմեց պարոն Աշոտյանին եւ մենք հիմա սպասում ենք այդ պատասխանին։ Ասեմ, որ ուրեմն 4-7 օրը պարոն Աշոտյանի կողմից ուրեմն նախարարությունից ուղղորդած մարդիկ եկան ստեղ, որ ուսումնասիրեն իրավիճակը ծանոթանային, բայց ուրեմն անցավ 1 օր, որ իրանք նոր ծանոթացել են իրավիճակին եւ պիտի պարզաբանեն թե ինչա տեղի ունեցել, ուրբաթ օր անմիջապես ինձ հեռացման հրաման տվեց ինքը, որը անհասկանալի է ինձ համար։ Երբ որ խնդիրը դեռ ոչ մի լուծում չի ստացել, դու ինչի համար ես այդ հրամանը տալիս։ Ու ինչ որ անկապ ինչ որ անհասկանալի պատճառով, բայց որ սեպտեմբեր ամսին չեմ եկել աշխատանքի, բայց չկա տենց բան։ Եթե դուք ասում եմ մենք եկել ենք ստուգման, եթե դուք եկել եք ստուգման, ուրեմն բարեղեք ցույց տալ այն թուղթը, որով եկել եք ստուգման, ու ես տակը ստորագրեմ, որ դուք եկել եք ստուգման։ Ես այդտեղ դաս եմ արել, իմ աշակերտ Աշոտի հետ մենք այդտեղ մաքրել ենք, սարքել ենք այս խումբը, նախապատրաստվել ենք դասի։ Այդ ո՞նց է եղել, որ դուք եկել եք ստուգման ու ոչ մի անգամ ինձ չեք այդտեղ հանդիպել, հա։ Այդ ինչ ձևի ստուգում ա եղել։ Ձեր անուն ազգանունը կասեք։ Համբարձումյան Հրաչյան։ Քանի տարի է որ եք դասավանդում։ Դասավանդում եմ 13 տարի, որից 4